Աղբորը երեխան ողջ է ու դու հիմա դուրս ես եկել նրա հետքին։ Մինչդեռ ինձ մի լավ թալանելուց հետո հավատացնում էր, որ երեխան չապրեց։ Հետաքրքիր է։ Գտնել է պետք աղբորը երեխուն ու հանել նրան քո դեմ։ Բենայ, քեզ համոզեցի տուն բերեցի, չէ՞։ Ես բերեցի։ Բայց այհեր, որ հիմա ամբողջ պատմությունը լսում եմ, ուզում եմ անձամբ գնամ Հունանի տուն, բոլորին հերթով, կալկով շարք կանգնացնեմ։ Համ նալին ես խփում, համ մեխի, մի հատ կողմնորոշվի տեսնենք ինչ ես ուզում։ Համել մետ ասա հասկանանք ինչի համար ես եկել ու գնա։ Լսեցի՞ր։ Չէ, այստեղ կանգնած էիր։ Լսեցի՞ր։ Դες հետս ոնց է խոսում։ Իրան տուն եմ բերել, այդ ճակատագրական սխալից հետ եմ պահել, դες հետս ոնց է խոսում։ Դու քո ավեսով ուներ։ Ասենք եթե ես չուզենայի չգնայի, դու ինձ հաստատ հետ չէիր պահելու։ Էս ոնց է կոպտում։ Էս ոնց է կոտրում։ Պապ, թորը տղուտ, լրիվ թևաթափ անում։ Չի կարելի։ Յա։ Տղեկ ջան, ես դուք էլ եք ստեղ։ Լեո, հայ ցավը տանեմ, ես ինչ ա վիճակդ։ Ես ինչ օրնայդի քեզ գցել։ Հունան դու լավ որ չպենաս։ Ինչ ես եկել։ Լարի։ Աղ, կամը թողավո։ Տենամ ինչ ա եղել։ Գնա բան չի եղել։ Ձեր ցավը տանեմ, որ չեք ասում ինչի ես եկել, աշխարհի գլխից փուլ ա գալիս։ Իմ տունն ա եկել եմ տենամ տնեցիքս ոնց են։ Վով ջան, լասա տենամ ոնց ես։ Նորմալ, մերսի։ Ես կած հենց առասնապու քո հետ։ Լավ, հիմա պետք է մանանին գտնենք ու հասկանանք ինչ վիճակում է ինքը։ Ոնց, մանոնը ավելի լավ չել կարա լինի երևի, որ այդ գրիշի հետ նորից գնացել է։ Չէ, Լեո, դու հաստատ գլուխդ վնասել ես։ Մանանը հեշտությամբ ոչ մեկի հետ հենց այնպես չէր գնա։ Իրան հաստատ ստիպողաբար են տարել։ Ես ինքս լսեցի, թե ոնց է գրիշը ասում, որ մանանն իր հետ է ու իրանք հետ չեն գալու։ Դու ոնց է լուրջ գլուխդ վնասել ես, հա։ Ասենք մենք բոլորս էլ շատ լավ գիտենք, որ մանանին ինչ որ բան պարտադրել հնարավոր չի, եթե ինքը չի ուզում։ Ապրես դավը։ Ստեղից ենթադրություն, որ չուզեր գրիշոյի հետ գնալ, չէր գնա ու հիմա տանը կլիներ։ Այսքան խոսում եք, չէ՞։ Լուր նստած եմ։ Այդ գիտեք ինչ եք sense հանգիստ խոսում, որովհետև դուք հունանից բռնակալ տեսակին ծանոթ չեք։ Այս ամեն ինչի մեջ մի լուսավոր կետ կա։ Հələ մի րոպե։ Լասա քեզ լսենք խելոք բալա։ Մանանը չի հասցրել երեխայից ազատվի։ Գրիշոն ճիշտ ժամանակին է հասել։ Ես արդեն մտածում եմ, որ այդ ամեն ինչը մանանի սարկածն է եղել։ Արա կլինի չխոսաս։ Չէ, չի լինի, դավո։ Եթե չես հիշում, ես քեզ կհիշացնեմ։ Մարդավարի խնդրեցինք, որ հետ չգնա գրիշոյի մոտ։ Ու եթե գնացել է, ուրեմն հետ ճամփա էլ չկա։ Եթե կոնկրետ անելիք չկա, օգնելու բան չկա, ես դուրս եմ գալիս։ Ես էլ եմ դուրս գալիս։ Մի րոպե։ Ես ձեզ կտանեմ, ցավները տանեմ։ Չէ, մերսի, ես ավտով եմ։ Դերմը ես Վովայից կտանեմ։ Ես Սարիկի հետ կգնամ։ Հայ ցավը տանեմ, հերիքան մեղք եմ կյանքս եք ուզում ուտեք։ Այս sense ոնց կլինի։ Իրանք տնից են հանում։ Ես քեզ ուզում եմ ավտոյով տանեմ, դու հրաժարվում ես, չի կարելի, չէ։ Չի կարելի այսքան։ Իրար հետ կգնանք։ Ահո, հերիք եղավելի, ինչ ես բոլորին քեզ պարտադրում, ինչ ես ամեն ինչ քո շուրջը կազմակերպում, հերիք եղավելի, բայ։ Հիմա մեր ուշքի միտքը մանանն է, թե ոնց գտնենք իրան։ Մենք էլ թե ոնց պատժենք այդ մագումսներին։ Խնդրում եմ հանգստացեք։ Թողեք ինձ, ինչ որ պետքա ավոն կանի։ Իմ կյանքում շատ քիչ ա լինում, որ մարդու հետ երկու բառ խոսամ ու չհասկանամ ով եմ։ Ավոն այդ կերպարն է։ Հոպար ես չեմ ասում զգույշ չլինենք Ավոյից, բայց դրան համը մեր կողքը պետք է պահենք։
Էդ հլը կերևա։ Հոպար, Հունանը ավոյին այսքան տարի կողքն է պահել։ Դու էլ գիտես էլի, որ Հունանը հիմար չի։ Պահելա, որ ցանկացած վարկենի վզին տա, որ արածները ջրերից դուրս չգա։ Այս պարագայում ավելի վտանգավոր է ավոն, որ այսքան ժամանակ մնացել է մոտը։ Լավ, այս սաղ մի կողմ։ Ֆեդերացիան, որ Հունանի ձեռից ուզում ես վերցնես, դա քեզ ինչ է տալու։ Ես Հունանի ձեռից ամեն ինչն եմ վերցնելու, որ կողքը մարդ չմնա, այդ նոր գլուխը ուտելու եմ, որ սատկի օրերով գտնող չլինի։ Հələ դու ուր ես։ Ես իրան ընտանիքից ու երեխեքից էլ եմ զրկելու։ Բայց քո պես ամեն ինչ վապանք չեմ դնելու, ոչ էլ ավոյի պես սպասելու եմ, ամեն ինչ արագ կանեմ։ Ուժեղ տղա, ինչ կասես, չգնանք իրար հետ մի տեն նստենք։ Չէ, մերսի շատ, տուն գնամ։ Այսինքն տուն գնամ։ Մեռնեմ կյանքիդ, հələ մի հատ դու քեզ նայի։ Սիրուն, սիմպաթիչնի ջահել տղա, այս ժամին գնում ես տուն, ինչ անես։ Դե մաման հիմա որ աշխատում է։ Այսինքն աշխատում է։ Պաստորեն աշխատանքի ընդունվել։ Վերջ, Մոսկվա գնալու փաստը մոռացակ, մնացիք ստեղ։ Այս պահին հա, մաման քանի որ աշխատում է ավելի քիչ ժամանակ ունենք տեսնվելու։ Ազատ ժամանակն էլ աշխատում ենք միասին անցկացնենք։ Ցավը տանը, Վով ջան։ Մաման հաստատ չի նեղանա, որ դու քո ազատ ժամանակից մի ժամ տրամադրես հո երեխբայր ավետիքը։ Չէ, մերսի շատ։ Հորա ինչի ցավը տանեմ, հա? Ինչի, նեղացնում ես։ Լուրջ եմ ասում, նեղացնում ես, սիրտս կտոր ալում, գիտես ինչի։ Իմ աղբոր բալեքի պես ես քեզ պահում։ Նրանք էլ ուզում են մոտենամ, սեր տամ, ջերմություն տամ, մտերմություն անեմ, աղբեր հերո են բրդում, ինձ հերո եք բրդում։ Դու էլ սիմպաթիչնի տղա, սիմպաթիաս քո հետ բռնելա։ Ուզում եմ քեզ հոպարություն անեմ, չես թողում, հերո ես բրդում։ Իմ բախնա, ոչինչ։ Լավ, միտեղ նստենք, բայց շատ կարճ։ Ցավը տանը մնես չի, որ ես սիրում եմ դրսերում երկար մնամ։ Ես էլ եմ տան տղա, մութ ընկավ, պետք է վազեմ տուն։ Բայց քանի որ հիմա էռնաշ չկա, գնամ տուն, ինչ անեմ, սիրտս կտոր Լսի, բանը, բա մաման ոնց ընդունվեց գործի, որտեղ է, այսինքն որ հիվանդանոցում է։ Վատ ես քեզ զգում։ Ես վերջերս ինչ-որ հետաքրքիր անակնկալներ ես անում, թե դու երբ էիր եկել իմ աշխատավայր։ Եթե դանակը ոսկորին չհասներ, չէի գա։ Սկսի։ Գրիշի վիճակը վատ է։ Ինչի է վատ։ Երկու կին ունի, երկու երեխա։ Ամեն ինչից ճոխ ունի, էլի։ Հունան կատակելու ժամանակը չի, իրոք վատ է։ Մանանը չի ներում ու չի ցանկանում տեսնել։ Այդ մաշ կոչվածն էլ Այդ մաշ կոչվածը իր կարթը գցել է ու իր ձուկը բռնել է, ինչի պիտի թողնի որ։ այդ հաստատ։ Հետը շփվելուց այդ տպավորություններ։ Դե գրիշում ես տղա իր խնդիրները կլուծի, մի անհանգստացի։ Չի կարողանում։ Նայում եմ Գրիշին հուսահատվում եմ, ես երբեք իրեն այդ վատ վիճակում չեմ տեսել։ Ինա, հիմա ես շատ ավելի լուրջ խնդիրների մեջ եմ։ Օրինակ, ինձ համար իմ երեխեքից կարևոր ու առաջնային ոչինչ չկա։ Ռեստորան չես գնալու։ Գնալու եմ, ինչի։ Իմ մուտքը բաց է, չէ՞ այնտեղ։ Բայց ճանապարհին երեխեքից եմ խոսելու։ Լեայինը չենք կարող այսպես թողնել։ Այդ ապրումներից Աստված գիտի ինչ վիճակում կհայտնվի։ Давайте на спас. Երևի իմ մասին հիմա ինչ ասես մտածում եք, չէ, բայց որ թողեք կբացատրեմ։ Խոսա։
Լեո, էս ի՞նչ է։ Գլխի չես ընկնում։ Որպես կանոն այն տուն, որտեղ որ դու հարս ես գնացել, մարդկանց սենց են դիմավորում։ Կներեք ինձ։ Ես ձեր զանգերին չէի կարողանում պատասխանել, որովհետև հեռախոսս վերցրել էր Գրիշը։ Չհասկացա գերի էիր։ Ոնց ազատվեցիր այդ գերությունից, բա։ Դե վատացա, Գրիշն էլ ինձ հետ բերեց քաղաք։ Իսկ ճիշտ են ասում, որ ուզեցել ես երեխուց ազատվես։ Եթե Գրիշը ժամանակին չհասներ, ես այդ քայլին կգնայի։ Այ ապրի Գրիշը, այդ ի՞նչ տղա է Գրիշը, լրիվ հերոս տղա է։ Մենք էլ գնացել էինք այդ հերոսի վրա կռիվ։ Ախր շատ հիմար աղջիկ ես եմ անում։ Չերի մեջ ես քեզ գցում։ Դու ես ինչ ես անում, Մանուշակ, հա? Դու մեզ հետ չես խղճում։ Ես ուզում էի պատժեի Գրիշին։ Բայց պատժեցիր մեզ ու քեզ։ Մի հատ տես ինչ վիճակը, աղբերներիդ վիճակը, քո վիճակը, իմ վիճակը։ Կներեք։ Օրայնում քաղցր քույրիկն է։ Իշ ճիշտ վախտես եկի, արիլը նստի աղբորը թե տարի։ Ես մաման ոնց է թողել դու նստես խմես։ Չի թողել, ուղղակի ստե չի, ես է առիթից օգտվում եմ։ Կերնած այդ քուրս։ Գրիշ, սրանով հարց չես լուծելու։ Քուրս ես ինձ օգնում է։ Ես տխուր ես։ Ով է թե որս խաթրին կապել է ասա այդ համ վիզը կդրեմ։ Դու Արա քուր ջան, ես այս աշխարհում սաղի խաթրին կարամ կպնեմ բացի քեզնից էլ ասա տենամ ինչ այլ է։ Գրիշ, ինչի ամուսնացել մանանի հետ, եթե պիտի դավաճանեիր։ Ասկասվեց, արա։ Ինչի համար ես հարձակվել Լեոյի ու Դավիթի վրա, իմանալով, որ իրանց հարձակումը քո վրա արդարացված էր։ Ախպեր դու հիմա ախպորդ կողմից ես թե դրանց։ Գրիշ, ինչի թույլ տվեցիր, որ Լեոն հասնի մեր տուն ու բախվի պապայի հետ։ Արա Լեոյի вообще ինչ գործներ մի հատ կասես։ Ես իմ կնիկը կուզենք իրար խփենք, կուզենք կբարիշենք, ինչ կուզենք կանենք, դրանց ինչ։ Բայ մա ուր է կինդ։ Դեբիլը գնացել էր երեխուն հեռացնել, լավը վախտին հասա ու պտիլնի ես շատ իմանամ։ Գրիշ, քեզ իրոք թվում է մանանը իր սեփական երեխուն չի սիրում։ Բայց հասցրել ես այդ աստիճանի։ Արա կանքս իմանեց ես անում, էլի խմեմ, հա ստիպում ես։ Գրիշ, խնդրում եմ։ Արի գնանք ստեղից։ Ես էլ եմ ծայրահեղված, բայց հասկանում եմ, որ պիտի դիմանամ։ Որովհետև այլ կերպ փրկություն չի լինելու։ Ախի ամեր կյանքում ամեն ինչ սենց վատ լե ախի։ Որովհետև անկախ մեր կամքից մարդկանց ենք ընտրել ու մարչև մեղք ենք գործել։ Այդ մենք չենք գործել այդ մեղքը։ Այդ պապանա գործը ու հիմա այսպես վզներից դրած տանում ենք այդ մեղքը։
Քեզ թե եմ բերել, Ինչի ես քեզ տանջում, պապի։ որ խմես քեզ լավ զգաս։ Ձեր կողքին ես ինձ լավ եմ զգում։ Ու միշտ հիշի, ոչ ես, ոչ էլ եղբայրներդ, ոչ քեզ մենակ կթողնենք, ոչ էլ քո բալիկին, եղավ։ Բայց շատ զայրացած ենք բոլորս, որ առանց մեզ զգուշացնելու մենակ վեր ես կացել ու հիվանդանոցից եկել։ Դե խմի, խմի ես գնամ։ Ավատացիր մանանին, որ գրիշում տենց հեշտ բացա թողել։ Ամենայն դեպս անկեղծ էր մանանը։ Ուրեմն այդ գրիշը ինչ-որ մի բան մտածել է, որ տենց հանգիստ բացա թողել։ Ինչ թվում է մանանը հիվանդանոցում ձենը գլուխն է գցել, այլ վախեց է գնացել է։ Այ գրիշոյին իսկականից նենց պետք է վախացնենք, որ չմարսի, խանութիդ վերաբերյալ արածը։ Համ գրիշոն, համ իրա հերը, պետք է ես ամեն ինչի համար պատասխան տան։ Ախպերս կանենք, ուղղակի դու այդ ավոյից հեռու մնա, մի վստահի դրան դավո։ Ես ու դու երկուսով ինչ պետք է կանենք։ Ոնց է։ Լավ է հանգիստ վարդ։ Դա ու քանի հանգիստ ենք գնամ մի հատ Նարեի ծնողների հետ հանդիպի։ Պապի գնամ ինչ անեմ, ինչ ասեմ այդ մարդկանց։ Ասեմ կներեք, որ ձեր աղջկա անունով վարկ էինք վերցրել, այդ վարկով վերցրած գումարով կահույք էինք առել, ինչ որ լակոտներ եկան, այդ կահույքը ջարդեցին։ Ինչ ասեմ, պապի։ Դա ո՞ս ինչ խառը նախադասություն ասացիր։ Ասա Նարե։ Նարեն չի, Նարեի հայրն է։ Բարև ձեզ։ Ընդհանրապես դու պիտի ինձ զանգեիր, բայց երևի շատ զբաղված ես, ես եմ զանգել։ Կարող ենք հանդիպել։ Էս ինչ։ Ինչ է ինչ։ Չես տեսնում ես թուլամորթը իր խմիչքին է տվել։ Վեր կացել է Գրիշո։ Գրիշո, արթնացի։ Այդքան կարող ես հենց աթոռը խառը տանեմ դնեմ դուշի տակ։ Ախարա։ Ախպեր կարակ թողեք հանգիստ քնեմ։ Հայլի քնի, բայց ոչ ռեստորանում։ Տղա ջան, քնելու համար տուն գոյություն ունի։ Չնայած այս վիճակով ոնց հասներ տուն։ Ուղեղը լրիվ անջատել ես։ Հալավ յանտավեք էլ ինչ եք ուզում դա։ Գրիշո կարող ոսկորներդ փշրեմ այդ հա։ Մամ, լավ, խնդրում եմ, խայտարակ ենք լինում։ Հա դե բա ոնց։ Ձեզ մենակ խայտարակ չլնելն է, չէ՞ ուզում։ Ձեր երեխեքը ձեզ վաբշե չեն հետաքրքրում ով ինչ է անում։ Քեզ քանի անգամ եմ ասել, չգաս ռեստորան ու այստեղ հարբեցողությամբ չզբաղվես։ Ու եթե դու այնքան չկաս, որ առանց կնոջդ դիմանաս, ուրեմն խելքդ գլուխդ հավաքիր։ Յանի դու հենց արիր բաժանվենք, հիմա ինչ ես խոսում է։ Ինա մի հատ խնդրում եմ սրան նորից հիշացրա իր սիրո մասին։ Ես դու ես մաշնս տուն ես գնացել, մամ։ Հա, ինչի բողոքում, հա։ Բողոք էլ գրել է, ինչ ես գնացել։ Գնացել եմ, որ ասեմ հեռու մնա քեզնից, քո կնոջից ու քո երեխուց։ Վախարա։ Ուր այդ տղա։ Հունան գնա հետևից, Գրիշո, սպասի։
Ալո։ Մերսի։ Գնա տղայիդ հետևից, թե իրենից ավելի կարևոր բաներ կան։ Կներես Ինա ջան, բայց չէ։ Ինքը մեծ տղա է, թող ինքն ունին իր հարցերը լուծի։ Համել չտեսար ոնց բողոքեց, որ գնացել էր սիրո ուտում։ Ուրախ եմ Դավիթ ջան, որ վերջապես հանդիպեցինք։ Ես էլ եմ շատ ուրախ Հակոբ ջան։ Իրականում մի քիչ լավ չստացվեց ուշ հանդիպեցինք, որովհետև ձեր Հայաստան գալու ժամանակահատվածը համընկավ իմ կյանքում որոշակի խնդիրների հետ։ Ոչինչ, նորմալ է։ Եթե կա ինչ-որ բան, որով ես քեզ կարող եմ օգնել, խնդրեմ, ասա։ Չէ, շնորհակալ եմ։ Ամեն ինչ արդեն կարգին է։ Ու ես իմ հարցերը միշտ սիրում եմ ինքս լուծեմ։ Ճիշտ պապուտ ներկայացրածի պես։ Արդեն պատկերացնում եմ պապս ինչքան է ինձ գովացել, բայց ասեմ, որ ես այդ չեմ սիրում։ Եթե մարդ ունի արժանինքներ, դրա մասին պետքա բարձրաձայնել։ Բայց կուզեմ հիմա խոսել ձեր աղջկա արժանինքների մասին։ Ես Նարեին կյանքիցս շատ եմ սիրում ու պատրաստ եմ իր հետ անցնել իմ կյանքի բոլոր լավ ու վատ օրերը։ Նույնը Նարես քո մասին ասել։ Իհարկե ես պալատներ, մեքենաներ, թանկարժեք կամ հագուստներ չեմ խոստանում։ Բայց խոստանում եմ, որ ձեր աղջկան կսիրեմ, կհարգեմ ու կլինեմ իրան նվիրված։ Ու ամենակարևորը, կյանքից գնով լինի կպաշտպանեմ իրան։ Ես հենց դա էլ քեզանից ուզում էի լսեի։ Յուրաքանչյուր հայր ուրախ կլներ կնության տարիլ աղջկան քո նման տղամարդուն։ Տղես, ես լարված ես ցավը տանը։ Չէ, ինչի պիտի լարված լինեմ։ Հա, ոնց որ փշերի վրա նստած ես, այ մեռնեմ կյանքիդ։ Ոչ ուտում ես, ոչ խոսում ես։ Ասա ավո հոպար թողում ես բան խոսամ։ Նորմալ է ջաջավը։ Ցավը տանը միշտ է նորմալ։ Ես քո հոպարն եմ։ Դու ինձ քո հոպարը համարի։ Ես ոմենակ Լեոյի Դավոյի հոպարը չեմ։ Այդ սիրտս ես մտել իմ տղա։ Հա, մերսի։ Ազնիվ խոս ձևական բաներ չեմ անում, Լեոյի Սարև։ Կարող է արդեն դուրս գանք։ Ասում եմ, չէ, փշերի վրա ես։ Նստելը չի գալի, չեմ հասկանում, կարող խնդիրներ ունես։ Եթե խնդիրներ ունես, ասա, ավո հոպարը ոչ մի խնդիր առանց լուծել չի թողում։ Չեմ էլ կասկածում։ Վայ մեռնեմ էլ սրտիդ։ Որ չես կասկածում, այս կտորը կեր։ Կեր թող աչքս տենա, հələ կեր։ Լսի դու բոքսեր տղա ես, ես ինչա, նիհար։ Կեր որ իմունիտետ ունենաս, խփողին նոկաուտ անես։ Բոքսում տարբեր քաշային կատեգորիաներ կան։ Դու դες բաների մեջ մի խորացի, դու կեր։ Հա, մամ ջան։ Բալես, ինչ կատունն ես արդեն։ Չէ, մամ ջան։ Լեոյենց հոպարի հետ նստած եմ։ Չհասկացա։ Լեոյի հոպարի հետ ինչ գործ ունես։ Լեոյենց տանն էինք, հետո առաջարկեց միտեղ նստենք, հետո նստած ենք էլի։ Ջերմագին բարևներ մամային։ Ջաջավոն բարևում ա քեզ։ Ավո հոպարը ցավը տանեմ, հոպարը։ Չգիտեմ, աշխատի շուտ տուն գաս։ Գիտես, որ ես ուշ ժամերին մենակ մնալ չեմ սիրում։ Լավ ինչ է ուզում այդ իմ երեխուց։ Ինչ ա մտքին դրել այդ խորամանկ մարդը։ Ինչ վատ սովորություն է։ Հարբում ես թե չէ ինձ ես հիշում։ Вообще արժին ինձ հարբել քեզ առհասարակ մոռանալ հասկացար։ Պատրաստվում էի քնելու։ Սա բան եմ ասում, կլսես ինձ մինչև վերջ, հետ ուզում ես գնա հավերժական քուն մտ ինչ չի հետաքրքրում։ Խնդրում եմ, ինձ հավերժ քուն մաղթելուց առաջ հիշի, որ երեխայդ եմ լույս աշխարհ բերելու։
Ախպեր քո բերած երեխեքից գոհ ենք այսենց։ Իմ կնիկը իմ մար երեխա բերում է։ Էս ինչ ես գրե աղջի։ Էս ինչ ես գրե յանի։ Դու հասկանում ես вообще ինչ ես անում։ Ոնց որ դու չես հասկանում, թե ում հետ ես սխալ խաղեր տալիս։ Արա դու քո այս խասյաթով շատ հեռուն ես գնալու, բայց ոչ իմ հետ։ Նորից եմ հարցը տալ, ես ինչ ես գրե։ Պարզ հասարակ գրած է, որ մայրդ ինձանից հեռու մնա եւ չահաբեկի։ Լսի ուրեմն ուշադիր։ Իմ մերը միշտ ոնց ուզե ու ինչ ուզե տենց է արել, հասկացար։ Կարող եմ։ Քեզ հետ, կնոջդ հետ, բայց ոչ ինձ հետ։ Որը ես բարձ ժոգում եմ, դու ուզում ես իմ տունը քանդածելնես, բայց Դուք ձեզ քանդվում եք, ինձ էլ մեղավոր եք հանում, այ քեզ բան։ Լավ լսի, հաշվի եմ առնում ես կարգավիճակըդ ու հետդ շատ կոպիտ չեմ վարվում, բայց նայ քեզ վերջի անգամ եմ սենց մարդավարի ասում։ Մեզնից հեռու ես մնում, պարզ ա։ Չէ, պարզ չի։ Կրիստիան, ես ուզում եմ իմ երեխան հայր ունենամ, որովհետև ես նենց ազգանուն եմ կրում, որ ես չեմ կարող պարզապես լինել միայնակ մայր։ Ես ամեն ինչ զգում եմ, նկատում եմ, չասես տես չի։ Մամայի հետ խոսալուց հետո սկսեցիր ավելի լարվել։ Ախր արդեն ասացի քեզ, մաման տանը մենակ է։ Գնամ մի քիչ էլ իր հետ շփվեմ։ Գնալու ենք, ցավը տանեմ, հոստեղ չենք մնալու, 5 րոպեից դուրս կգանք։ Ավո հոպարը ոնց ասել է, տանելու եմ, հենց այս շենքի հայատը քեզ իջացնեմ։ Բարի երեկո։ Բարև ձեզ։ Հաճելի նստացեք։ Ավելի հաճելի կլինի, որ միանամ ձեզ։ Էրնայից թանկ ազիզ արև, հենց նոր ուզում ենք դուրս գայինք։ Մյուս անգամ քո կեղտոտ բերանով քրոջս արև երթուն չտեսարա։ Տղեն շտապում է, պիտի գնա։ Շտապում է կգնա։ Այ բայց դու կմնաս։ Ասեմ, որ այդ քո շահերից է բխում ավո։ Իմ գնալը բացարձակապես խնդիր չի։ Ցավը տանեմ, ես ինչ ես խոսում, բալես։ Ես քեզ տուն կտանեմ, խոստացել էի։ Մեծ տղա է։ Ճանապարհը կգտնի ավո։ Այստեղ ու դեմքը ինչ-որ մեկին նմանացնում եմ։ Այ բայց չգիտեմ ում։ Ավո, կարող է դու հուշես։ Շնորհակալություն հյուրասիրության համար, հոպար Ավո։ Բարի գիշեր ձեզ։ Բարի գիշեր։ Արի պապի, քնած չեմ։ Ասի տեսնեմ, քնած ես թե չէ։ Քունս չի տանում։ Քնի, հանգիստ քնի, մանուշակ արդեն լավ է։ Հերթապա բժիշկն ես էլի։ Բոլորիս կյանքով ապրում ես, բոլորիս հոգ ես տանում, տառապում ես։ Եթե այդքան հասկանում եք, այնպես արեք, որ չտառապեմ։ Լավ, բա ինչի դու միջև հիմա քնած չես։ Ոնց քնեմ է։ Սպասում եմ Դավիթը գա տեսնեմ ինչ խոսես Նարեի ծնողների հետ։ Այդ եմ ասում էլի, բոլորիս կյանքով ապրում ես։ Քնի։
Քնած էիր։ Երանի չէր։ Քունը իմ համար արդեն երազանք է դարձել, մամ։ Լիա կարողա տուն վերադառնաս։ Մամա, եթե այս ժամին զանգել ես ինձ ջղայնացնես ու ինչ բան համոզես, ես անջատում եմ։ Չէ, չեմ համոզում։ Կարողա եղբորիցդ լուր ունենաս, շատ անհանգիստ եմ։ Չէ։ Վերջին անգամ քո ռեստորանում եմ տեսել ու հեչ լավ օրի չէր։ Նստած խմում էր։ Հա, ես ու հայրդ էլ ենք այդ օրը տեսել։ Խմել քնել էր, հետո շատ ագրեսիվ ձևով ճիվանից դուրս եկավ։ Շատ անհանգիստ եմ, չգիտեմ որտեղ կլինի։ Բայց ես էլ անհանգստացա արդեն, մամ։ Որովհետև Գրիշը շատ վատ վիճակում էր, կամ Մանանի հետևից է գնացել, կամ էլ ինչ էր այն աղջկանը։ Մաշ։ Հուսով եմ ոչ նրա մոտ է, ոչ էլ նրա, որովհետև շատ վատ վիճակում էր ու եթե գնար, հաստատ ավարտը վատ էր լինելու։ Մամ։ Ինչ ես դրսում։ Պարզ չէ, այվանես, քեզ էի սպասում։ Մամ ջան, տունը սպասեիր։ Քեզ դուրս եկել։ Դե ասեցի մի քիչ մաքուր օդ շնչებ, միջև կբարեհաճես գան։ Հասկացա։ Իմ ուշտուն գալով, անկախ իմ կյանքից քեզ նեղացրել եմ։ Ոչ թե ուշտուն գալով, այլ այդ մարդու հետ հանդիպման գնալով։ Լեոյի հոպարի։ Ինչի էլ ում հետ է իր հանդիպման։ Դե հա։ Սկզբում Ավոյի հետ էինք նստած, հետո Հունան Մակունցն էլ հայտնվեց։ Հունան Մակունցը ինչի եկավ։ Ինքը ինչ էր ուզում։ Չգիտեմ, շատ անսպասելի հայտնվեց, բայց գոնե ինձ օգնեց ես փախա ատեղից, թե չէ այն Ավոն լրիվ գերի էր վերցրել։ Լավ, ես չեմ հասկանում, այդ մարդը ինչ ա ուզում քեզնից։ Չգիտեմ, այ մամ ջան։ Նստածրել էր, ասում էր անընդհատ հացկ էր ու կրկնում էր. Վովա ջան, ես քո հոպարն եմ։ Ավայ մամ, արի տուն գնանք։ Բայց լավ էլ արել ես, որ դուրս ես նստել։ Լավ հովա։ Ես մեր լավ տղուն որևէ մեկին չնմանացրեցիր։ Ինչ ես ուզում, Հունան։ Ես ոնց տեղ հայտնվեցիր։ Մենակ թե չասես ինձ պատահական ես հանդիպել։ Հարցիս պատասխանի Ավո։ Չէ, ախպեր, ես մարդկանց նմանացնելուց վատ եմ։ Նույնիսկ երբ խոսքը աղբորը տղու մասին է։ Յուրահատուկ տական քեզ դու։ Հունան, ինչ ես խոսում, դու լրիվ խելքդ գցել ես։ Ինչ աղբոր տղա, ախպեր։ Ես երկու աղբոր տղա ունեմ ու մի աղջիկ, որն էլ քո հարսն է։ Ավո, անիմաստ ժամանակ մի վատնի։ Անիմաստ կապիկություն մի արա։ Ես պարզել եմ, որ քո աղբոր տղեն ողջ է։ Պարզվում է դու այսքան տարի բոլորիս խաբել ես։ Իմ փողերը տարել ես։ Ու ամենակարևորը խաբել ես քո ընտանիքին։ Հունան, 100 տարի է իրար ճանաչում ենք, իմ արև, առաջի անգամ քեզ չեմ հասկանում։ Ամեն ինչ շատ լավ էլ հասկանում ես։ Են որ հիմա գույնդ գցած կանգնած ես իմ առաջ, այդ խոսում է նրա մասին, որ ես ճիշտ եմ։ Հունան, դու հիմա ոնց որ վատ երազից դուրս եկածելն ես։ Վատ երազ, որը հիշեցնում է քեզ քո անցյալը, չէ՞։ Քո կեղտոտ անցյալը։ Դու այնքան տական ես, որ քո աղբոր տղուն տիրություն չես արել։ Այսքան տարի ինձանից փող ես պոկել ու չես հասրել այդ փողը իրան։ Ու վերջում էլ կանգնել ասել ես, որ հետ երեխան չապրեց։ Խնդրեմ, այ հենց հիմա դու հորինում ես, չի կարելի Հունան։ Ոչ մի տառ ու ոչ մի բառ։ Ավո քեզ նորը կգցեմ, որ սեփական ընտանիքդ քեզ մաս-մաս կանի։ Հարցեր չունես։ Ախպեր, ես զգի գաղափար չունեմ ինչ ես խոսում, ինչ հարց պետք է ունենամ։ Էս որ հեքիաթից ես պատմում։ Լավ։ Հետո չասես թե ոնց եղավ, որ ընտանիքից ձեռքով սատկեցի։